Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախ օրվա թեմաները։ Մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից անգնում ձեռմեռակցում լռություն կատարյալ։ Նոր վիրավորանքներ ու մեղադրանքներ ամենայն հայոց կաթողիկոսին եւ բարձրաստիճան հոգեվորականներին։ Այլասերվածություն։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե կաթողիկոսի հորդորով պատրաստ են դուրս գալ փողոց։ Հենց վեհապարտ հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ անել։ Ավականո անդամներ, բաժնի պետ, խորհրդական, Պետրոսյան Աշոտի խորհրդական։ Գյումրիում զանգվածային ձերբակալություններին հաջորդում են մեղադրանքներն ու կալանավորման միջնորդությունները։ Թե պատիժները 4-ից 8 տարի, 3-ից 7 տարի, բավական ծանր հոդվածներ են։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար։ Երևանն արձագանքում է Բաքվի որոշմանը հանել բեռների տարանցման արգելքը։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական սկանդալում է հայտնվել Էջմիածնում։ Սախարովի մրցանակն այս տարի ստացան Բելառուս եւ վրացի բանտարկված լրագրողները։ Մեկը KGB գործակալ է։ Նախ խորհրդարան տեղափոխվենք, Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր հայտարարություններ է արել կաթողիկոսի ու բարձրաստիճան այլ հոգևորականների հասցեին, մինչ վարչապետը Կիրակի կհասներ Հովհաննավանք մասնակցելու արդեն կարգալույծ արված Տեր Արամի մատուցած պատարագին, այսօր ավելի հեռուն գնաց պնդելով, թե կառավարությունը պետք է վերցնի իր հաշվեկշռում գրանցված եկեղեցիները։ Նիկոլ Փաշինյանը որպես հավատացյալ կարգալույծ է հռչակում ամենայն հայոց կաթողիկոսին եւ պնդում կարգալույծը չի կարող կարգալույծ հռչակել Տեր Արամ քահանային։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա խանրությանը բացատրի որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Երեկ է Մայրաթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել Հովանավանքի քահանա Տեր Արամին։ Երեկվանից նա աշխարհիկ մարդ է Ստեփան Ասատրյան անունով։ Վարչապետի պնդմամբ հենց երեկ է Ստեփան Ասատրյանը օծվել որպես քահանա։ Որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ։ Ըստ Փաշինյանի միայն ինքը չէ, ժողովուրդն է վեհապարին կարգալույծ արել։ Այն ժամանակ, երբ կաթողիկոսն իշխող ուժի հեռացումներ պահանջում, բայց մարդիկ ընտրեցին իրենց։ Այդ ժամանակը Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդ իրան ասել է դու ով ես ընդհանրապես։ Դու քեզնից ինչ ես ներկայացնում ընդհանրապես։ Խորհրդարանական հարց ու պատասխանի ընթացքում Փաշինյանն էլ ավելի բորբոքվեց եւ հողումանելով մամուլի հրապարակումներին հոգեվոր վերնախավում գործակալ սեռական մոլագարներ ու բոսյակներ գտավ։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից անգնում ձեռմեռակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածություն։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի թե չունի։ Ունի թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Ախպերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։ Ըստ վարչապետի եկեղեցական վերնախավը ժողովրդին հաշվետվություն չի տալիս։ Հələ մի հատ մեզ են ասում, ներ, դուք ձեզ հայելու մեջ տեսել եք ընդհանրապես։ Փաշինյանի խոսքից հասկացանք նրա հոգևորականի իդեալը Ստեփան Ասատրյանն է, նախկին Տեր Արամ քահանան։ Ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է,
Կարգալույց հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։ Վերջին օրերին լրատվամիջոցների հետ շփումներում նախկին քահանան ստել էր 2 անգամ։ Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար տեղյակ չէ։ Մասնակցելու եմ։ Նա դեռ 3 էր հայտարարել այս կիրակի գնալու է Հովանավանք Տեր Արամի մատուցած պատարագին։ Նախկին քահանան Ազատության հետ զրույցում ասել էր, հեռանալ չի պատրաստվում, մայրաթոռի որոշումը չի ընդունում, հորդորել էր այլ քայլեր չանել, այսինքն այլ քահանա չուղարկել։ Ես զգուշացնում եմ, ես կատակ չեմ անում եւ այն ինչ որ այսքան ժամանակ եղել է, էլի կատակ չի եղել եւ իրենք տեսնում են, որ ես կատակ չեմ անում եւ շարունակության համար ասում որ զգուշ լինեն։ Այսօր Ստեփան Ասատրյանը եկեղեցում չէր, երեք սակայն մկրտություն էր անում կարգալուծության որոշումից հետո։ Խնդրեցի իրեն, ինքը ասաց, որ ինքը չի ընդունում այդ որոշումը, որ իր համար կայացված է, մնալու է այստեղ։ Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի հոգևոր ծառայակիցն է Տեր Սարգիսը, նույն Հովանավանքում են։ Եթե մեկ օր գրեմ, որ Տեր Սարգիս քահանա Սարգսյան այլևս պիտի կոչվի Գեղամ Սարգսյան, ես պիտի զրկվեմ որևէ բան կատարելու իրավունքից։ Տեր Սարգսին նույնպես իրավապահները բերման էին ենթարկել ընդդիմության ցույցերին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ քննվող քրեական գործով, որ այդպիսի բան եղել է նախկին քահանա Տեր Արամն էր ասել հարցազրույցում։ Տեր Սարգիսը այլ բան է ասում։ Ոչ, իհարկե չեն արկադրել։ Իմ մասնակցել ընդդիմության ցույցերին։ Ես շատ ցույցերի եմ մասնակցել։ Բայց գնացել եմ, հա, իմ ժողովրդի հետ գնացել եմ։ Քաղաքացիական ժամանակ եմ գնացել։ Դա իմ իրավունքը չի։ Այսօր վանքի տարածքում նկարահանման պահին Հովանավանք եկավ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Նա նույնպես այստեղ քահանա էր նշանակվել, փորձել հոգևոր ծառայության անցնել, բայց կարգալույց հռչակված Տեր Արամը պնդում էր ժողովուրդը նրան չի ընդունում։ Ոնց կարա քահանան իր ժողովրդի հետ խնդիր ունենա։ Կարա լինի այդպես։ Ես 20 տարվա օծյալ հոգևորական եմ, երբևէ որևէ մեկի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Ի վերջո ինչ է տեղի ունենալու այս կիրակի, արդյոք Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարակելու է Ստեփան Ասատրյանը, կարգալույց հռչակված Տեր Արամ քահանան, որ եկեղեցական կանոնով իրավունք չունի որևէ ծիսակատարություն անել։ Կարգալույցության որոշումն ի դեպ 5 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից բաղկացած մարմինն է կայացրել։ Տեր Մանուկ քահանան ասաց պատարակ լինելու է, պատարակողնով կլինի անհայտ է։ Բարով գան, ով կգա, իշխանություն կգա, ոստիկան կգա, ով կգա, եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են, թող կան, բարով գան։ Այսօր Օհանավան գյուղի ու վանքի տարածքում մեծ մաքրություն էր վարչապետի Մեծ Գալստյանն ընթരാճ։ Եկեղեցուն հարակից 5 գերեզմանոցը մաքրում էին աղբից, շտկում վանքի բակի սիզամարգը։ Գյուղում նաև բազմաթիվ ոստիկանների տեսանք։ Ստեղծված իրավիճակին այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանը, երրորդ նախագահը սպասում է կաթողիկոսի հորդորին գործողությունների անցնելու համար։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհափառ Հայրապետի մեր եկեղեցու կողքին եւ մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափառ Հայրապետի հորդորով։ Հենց Վեհափառ Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։ Իդեպ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտում էին վարչապետի մասնակցությամբ նիստը, կառավարության հետ հարցուպատասխան է։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանը։ Ընդդիմադիրների դատար կաթոռները վարչապետ Փաշինյանի հետաքրքրությունը շարժեցին։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Ավելի ուշ իշխանականների հարցերին պատասխանելիս Փաշինյանը կրկին անդրադարձավ ընդդիմության այսօրվա բոյկոտին, փորձելով մեկնաբանել պատճառները։ Ընդդիմությունը ինչի է բացակա։ Որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, որովհետև հիմա իրան կան ինչ հարցն է։ Թե ինչու էր ընդդիմությունը որոշել այսօր բոյկոտել հարցուպատասխանը, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազատությանը փոխանցեց, որ պատճառ չկա, պարզապես որոշել են չմասնակցել։ Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 2 տասնյակից ավելի իշխանական պատգամավորներ, հենց նրանց հարցերին էլ ավելի քան 2 ժամ Փաշինյանը պատասխանեց։
մեր անդիմադիր գործընկերների տեղերը զբաղեցրել մեր օպերատորները, կարող է գրանցվել հարցերով եթե կա, կարծում եմ օգուտը ավելի շատ կլինի։ Ընդդիմադիրների բացակայությամբ Փաշինյանն այսօր ծավալուն քննադատության ենթարկեց հայաստանյան ընդդիմությանը։ Նրանց անվանելով արտաքին էմիսարներ, Փաշինյանը պնդեց, ընդդիմությունը ընդամենը կատարում է արտաքին ուժերի թելադրանքը։ Գիտեք, մենք շատ ինֆորմացիա ենք տիրապետում եւ մեր ընդդիմության մի հսկայական հատվածի կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները եւ քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս։ Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն։ Իրենց կապը արտաքին քաղաքական օրակարգերի հետ է, եւ իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են, այսպես ասենք։ Ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդհանրապես արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ։ Բառից բուն ուղիղ իմաստով, եւ դա կարծում եմ ակնհայտ է։ Շարունակելով թեման, Փաշինյանը պնդեց, որ երկրի ներքաղաքական կյանքում այսօր մի հարց է քննարկվում. Հայաստանը պետք է լինի անկախ պետություն, թե չպետք է լինի։ Թե պետք է լինի պսևդո, այսինքն այն, որ ասում են ԱՆՄ կա, ԱՄՆ չկա։ Փաշինյանը հենց այս հարցի հետ կապեց խաղաղության օրակարգը, քանի որ նրա բնորոշմամբ խաղաղությունը անկախության, իսկ կոնֆլիկտը կախվածության գործոն է։ Որ այդքան շահարկում են, երբ որ ասել են, որ Ղարաբաղի հարցը օգտագործվել է Հայաստանի պետականությունն անկախության զարգացումը թույլ չտալու համար։ Հիմա այդ թվում ներքաղաքական որոշ ուժեր, ավելի ճիշտ ներքին դաշտում գործող որոշ արտաքին ուժեր դժգոհ են նրանից, որ Հայաստանը հաղթահարել է, ոչ թե հաղթահարում է, այլ հաղթահարել է այդ իրավիճակը։ Հիմա մենք փորձելու ենք հետ քաշել եւ այստեղ ինչպես միշտ վճռական խոսք էլի ժողովրդին դառնելու եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը իր դեմ գործել։ Հակադարձելով ընդդիմությունից հնչող քննադատություններին, թե իր կառավարությունը շարժվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքով, Փաշինյանը պնդեց, թե իրենք Հայաստանի ժողովրդի ցանկություններն են իրագործում եւ հենց դա է պատճառը, որ 2021-ին պատերազմից հետո, երբ ընդդիմադիրները շաբաթը մեկ հեղափոխություններ էին անում, ժողովուրդը կրկին իրենց ձայն տվեց։ Մենք անում ենք այն, ինչ որ մեր ժողովուրդը ուզում է։ Բառից բուն իմաստով։ Երևանն արձագանքում է Բաքվի հայտարարությանը, թե հանել է իր տարածքով բեռների տարանցման արգելքը։ Հայկական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնում նույնն անել Թուրքիայից եկող ադրբեջանական բեռների համար։ Իշխանությունները սա ապաշրջափակման առաջին քայլն են որակում, ընդդիմադիրները տարակուսանքով են արձագանքում, հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ Դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքը չեղարկելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ժամեր անց Թբիլիսիում Հայաստանի վարչապետը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն հայտնեց։ Փաշինյանը խոսում էր բեռնատարների անցման մասին, քանի որ երկաթուղին նորոգման կարիք ունի։ Եթե ենթակառուցվածքներ լինեին, ասած, Երևանը պատրաստ էր Հայաստանի տարածքով ապահովել նաև Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս տարանցումը։ Պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Ադրբեջանի նախագահը երեկ Աստանայում էր տարանցման արգելքը հանելու մասին խոսել։ Առաջին բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբականակը, որը ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի Ակտաուից Բաքու, այնտեղից երկաթգծով Վրաստան, ապա Հայաստան կհասնի։ Ադրբեջան տարեփի Էրմենստան Թբիլիսիում անցկացվող նույն Մետաքսի ճանապարհ համաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետն էլ ասաց, Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով Բաքուն նպաստել է տարածաշրջանում համագործակցության եւ վստահության վերականգնմանը։ Yük tranziti ilə bağlı Մինչ Փաշինյանն ու Ասադովը հաղորդակցությունների անցման հեռանկարից էին խոսում Հայաստանի ազգային ժողովում, իշխանությունն ու ընդդիմությունը բուռն բանավիճում էին շատ կոնկրետ հարցի շուրջ։
Ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով ստանալը կարևոր զարգացում է, թե աննշան մի հարց։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեղափոխական որակեց տարանցման արգելքի չեղարկումը։ Օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Այս միակողմանի զիջելը ոնց է արտահայտվում, նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Ընդ որում խնդիրը միայն ցորենը չի, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Գոնե մի կածան։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հայտարարեց իրենք ապաշրջափակմանը դեմ չեն, իրենց պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա բացումն է։ Եթե մինչև այդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ինչ խնդիր կա։ Վատ է, հա։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային։ Ընդդիմադիր Գեգամ Մանուկյանը զայրացած էր։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիա ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյոք Ժորժ ջան, արդեն տեյվական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո 93 թվականին Թուրքիան է փակել։ Գեգամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող էսպան երկաթգծով ահնար է բան ներկրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը ասես քանդել են մետալալում են հանձնել։ Ընդդիմությունն իշխանությունից պահանջում էր հրապարակել նաև ինչքան ցորեն են Ղազախստանից գնում եւ ինչ գնով։ Հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծ sense մի բուր մեկը լցնի գրպանը գա ասի դե տես։ Ավարտեք։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Ըստ բաց աղբյուրների ղազախական ցորենը անցած տարի իսկապես ավելի էժան է եղել ուկրաինականից, բայց Հայաստանը ըստ պաշտոնական վիճակագրության 2024-ին ոչ Ուկրաինայից, ոչ Ղազախստանից ցորեն չի գնել։ Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ռուսական ցորենը սակայն դարձյալ անցած տարվա տվյալներով թանկ է ղազախականից։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները Երևանում կլոր սեղան են անցկացնում, այսօր նրանց է հանդիպել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության նա բարձր է գնահատել հարաբերությունների կարգավորման շրջանակում այս ձևաչափով հանդիպումները։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Հավաքական անդամներ, բաժնի պետ, խորհրդական, Պետրոսյան Աշոտի խորհրդական։ Գյումրիում զանգվածային ձերբակալություններին հաջորդում են մեղադրանքներն ու կալանավորման միջնորդությունները։ Դե պատիժները 4-ից 8 տարի, 3-ից 7 տարի, բավական ծանր հոդվածներ են։ Քաղաքացիական պայմանագիրը նախընտրական սկանդալում է հայտնվել Էջմիածնում։ The struggle for freedom and democracy. Սախարովի մրցանակն այս տարի ստացան Բելարուս եւ վրացի բանտարկված լրագրողները։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը զուգահեռ քաղաքապետարանի դիմաց Գյումրիի հրապարակումել էին ձերբակալություններ, ցուցարարները փորձում էին փակել շենքի ելքերը, որ իրավապահները քաղաքապետին չտանեն։ Այս գործով 3 տասնյակից ավելի մարդ է անցնում, այդ թվում ավականու անդամներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ընդ որում ոմանց այսօր են ձերբակալել։ Հիմա դատարաններում որոշվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Գյումրիում
զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված վարույթի շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է 37-ի, նրանցից 29-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, դատարանն այժմ քննում է նրանց խափանման միջոցի հարցը, ընդ որում ձերբակալություններ նաև այսօր են եղել, այդ մասին հայտնեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Ավականո անդամներ, բաժնի պետ, խորհրդական, Պետրոսյան Աշոտին խորհրդական տարել եք, այսօր ամբողջ նյութերը իրեն մոտ է խորհրդակցությունների, ինքը պիտի խորհրդակցությունների անձնարարականները տա, որ կարողանանք խորհրդակցություն անցկացնել, քաղաքի բոլոր աշխատանքները բնականon ընթացք ունենան։ Այսօր պատկերացրեք Աշոտի մոտ այդ բոլոր հանձնարարականները, որ մենք հանձնարարականներով ենք առաջնորդում, չենք կարող վերցնել Չկա, հետո իմացանք, որ Պետրոսյան Աշոտին տարել են։ Այսօր առավոտյան ձերբակալվածները Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաներ են, համայնքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանն ու ապօրինի շինությունների բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Մեսրոպյանը։ Ավագանու անդամներ էլ կան ձերբակալվածների շարքերում, նրանցից մեկը Գևորգ Ղուկասյանն է, քաղաքապետի եղբոր թոռը, որին տեսանք, թե ինչպես քննչականի բակից տեղափոխեցին դատարան։ Մյուսն ազատության տեղեկություններով կոմունիստական կուսակցություն խմբակցության անդամ Սեդրակ Սահակյանն է։ Մեղադրյալների թվում անչափահաս կա, որի խափանման միջոցի հարցն այսօր մյուսների հետ քննում է Շիրակի մարզի դատարանը։ Ազատության տեղեկություններով եւս մեկ ձերբակալված անչափահաս էլ կա, նա կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։ Փաստաբան Հայկ Հարությունյանը, ով այս գործով 4 վստահորդ ունի, ասում է, բավականին ծանր մեղադրանքներ են առաջադրվել, իսկ նախաքննական մարմին իրենց ներկայացրած հակափաստարկները չեն ընդունվում։ Հիմնական տեսեք, գրեթե բոլորին նույնա բովանդակ է, որ խանգարել են, հերել են ոստիկանությանը, խոչընդոտել են, գրեթե նույնա բովանդակ մեղադրանք է բոլորինը, մասնավորեցված չէ, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություն է արել։ Ընդհանուր մի հատ բովանդակություն է վերցրել վարույթ իրականացնող մարմինը եւ բոլորին նույն բովանդակությամբ մեղադրանքը առաջադրվում է, մասնավորություն չկա, որոշակիություն չկա, թե կոնկրետ տվյալ անձը ինչ է արել, փակել է, հերել է, թե ինչ է։ Ընդդուպ մենք որոշների դեպքում նաեւ տեսագրություններ ենք ներկայացրել, որ հագարակ փաստերը հիմնավորող, որ անձը ուղղակի կանգնած է եղել, որևէ գործողություն չի կատարել, բայց կարծես թե վարույթն իրականացնող մարմինը անթերթվելի է եւ տվյալ պարագայում նույնիսկ մեղադրանքի առաջադրում եւ արդեն իսկ միջնորդություններ են ներկայացում դատարան, որպեսզի կալանքի կալանավոր։ Դե պատիժները 4-ից 8 տարի, 3-ից 7 տարի, բավական ծանր հոդվածներ են, այո։ Մեղադրյալների մի մեծ խումբ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, նրանց բացակայությունից տուժում է մաքրման աշխատանքները, այսօր դժգոհում էր Գյումրիի փոխքաղաքապետը։ Կոմունալ բաժինը ամբողջ քաղաքի մաքրության տեր ու տիրականն է, ինքը անընդհատ աշխատող մի մարմին է, չի կարելի այդ բաժնից պատասխանատու մարդկանց տանել եւ այդպես ժամերով պահել։ 9-13 վարորդ կարելի է պահել կոմունալ բաժնի, բեռնատարի վարորդ, տրակտորի վարորդ, աղբատար մեքենայի վարորդ, այդ մարդիկ քաղաքը պիտի վերջը մաքրեն, հետո մաքրողներից են տանում մարդ, 13 հոգի, 14 հոգի մարդ են տանում ու անընդհատ շարունակաբար տանում են։ Ժողովուրդ այդպես ախր չի կարելի։ Ինչի եք պարալիզացնում քաղաքը, ինչի չեք թողնում աշխատել։ Քրեական այս վարույթը նախաձեռնվել էր 2 օր առաջ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում։ Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ։ 2 ամսով կալանավորված Վարդան Ղուկասյանին հիմա փոխարինում է նրա փեսան առաջին տեղակալ Ավետիս Արաքելյանը։ Ընդամենը 6 ամիս պաշտոնավարող Ղուկասյանը կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվեց վարչապետի հայտարարությունից ուղիղ 20 օր անց։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ղուկասյանի այն պնդմանը, թե Հայաստանը Ռուսաստանի հետ մի դաշինքում պետք է լինի, ասել էր, թե ինքնիշխանության դեմ արտահայտվողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից։ Այսօր նրա թիմակիցներից մեկը խորհրդարանում վարչապետին Վարդան Ղուկասյանին հարցրեց։ Վարչապետը հեգնեց։ Ասում են Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Իմ մտքերի Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի եւ գործողությունների պատճառով։ Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ։ Իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ որ մեկի դեմ։
Փաշինյանն ու թիմակիցները համակարծիք էին, Ղուկասյանի կալանավորումը մաքուր իրավական գործընթաց է։ Մեղադրանքը չընդունող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը սակայն պնդում է, ինքը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ Էջմիածնում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը ու հենց առաջին օրը Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել իշխող քաղաքացիական պայմանագրի դեմ։ Տարածված տեսանյութում ճոխ հյուրասիրության նվերների կադրեր են անձամբ քաղաքապետի պաշտոնակատարի ու տեխնացուի մասնակցությամբ։ Էջմիածնում իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը սկանդալներով է մեկնարկում։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը 1 օր առաջ իշխող կուսակցության քաղաքապետի տեխնացու Արգիշտի Մեխակյանն ու Արմավիրի հայտնի իշխանականները Դողս գյուղում բարեգործության անվան տակ կազմակերպված խնջույքի են մասնակցել։ Գյուղի երեխաներին նվերներ են բաժանել։ Լրագրող Լիա Սարգսյանի հրապարակած կադրերում նաև քաղաքացիական պայմանագրի ցուցակի երկրորդ համարը Լյուդվիգ Յայլոյանն է նվերներ բաժանում։ Ականատես դիտորդական առաքելությունը հղում անելով լրատվամիջոցների հրապարակումներին նույնպես ընդգծում է նվերներ բաժանել է անձամբ Յայլոյանը։ Ականատեսը շարունակում է երեխաներից մեկին $10,000 համարժեք գումար են տվել։ Հարակից տարածքում էլ տասնյակ մետրերի հասնող լի ու լի սեղաններ էին գծված։ Նաև համերգ է կազմակերպվել։ Հրապարակված կադրերում երևում է ռաբիս երգիչ Արտաշ Ասատրյանը։ Ականատեսը մանրամասնում է, որ միջոցառումը ներկայացրել են որպես բարերար Ռուբեն Մանուկյանի աջակցությամբ իրականացված համայնքային բարեկարգման աշխատանքների շնորհանդես։ Արմավիրի մարզպետարանի հրապարակած տեսանյութում նվերներ բաժանելու դրվագը չի երևում, ոչ էլ տեղեկացրել են առատ սեղանների մասին։ Իրավապաշտպանների գնահատմամբ այս ամենը քրեորեն պատժելի է։ Ականատեսը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Գլխավոր դատախազությունը հաստատում է, ստացել են հաղորդումը եւ օրենքով նախատեսված կարգով կզբաղվեն դրանով։ Իսկ ինչի համար իրավունք չունեն, երբ որ ես հրավիրված եմ եղել եւ այնտեղ հրավիրված է եղել որպես համայնքի ղեկավար նաև պարոն Յայլոյանն է, այսինքն մարդ, ով որ բարերարություն է անում իր գյուղում արդեն ավելին քան 30 տարի եւ իր հերթական միջոցառումներից մեկին հրավիրել է ինձ եւ պարոն Յայլոյանին, ես կարծում եմ կոռեկտ չէր լինի մերժել հրավերը։ Չնայած քրեական օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված է, տեխնացուի կուսակցականի կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ ընտրողներին արտոնյալ պայմաններով դրամ սննդամթերք տալը 3-ից 6 տարվա ազատազրկում նախատեսող արարք է, ինքը քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի տեխնացու Արգիշտի Մեխակյանն իրենց գործողություններում հանցագործություն կամ խախտում չի տեսնում։ Ընտրական որևէ process չի գնացի, արգելվում է, եթե ընտրական, նախընտրական խոստումներ կամ որևէ, չգիտեմ, մարդկանց ուղղորդում դեպի ընտրություններ, բայց որ լրատվամիջոցը կամ որ լրագրողը, որ հրապարակել է նման տեքստ, այսպես ասեմ, թող գետ մեկ կադր հրապարակի, որ որևէ մեկը, ես կամ պարոն Յահյանը, որևէ ընտրական process-ի կամ որևէ ընտրական ուղղորդման մասին ենք խոսում։ Առերևույթ հանցագործության մասին ահազանգող իրավապաշտպաններն ընդգծում են, միջոցառումը մեջբերեմ ակնհայտորեն ասոցացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրություններում տեխնացուների անվան հետ։ Ականատեսը այս պատմության մեջ քրեական օրենսգրքի հենց նույն հոդվածի խախտումն է տեսնում։ Մեխակյանը տեղյակ է, որ իրավապաշտպանները հանցագործության մասին են բարձրաձայնում։ Արձագանքում է, թող քննություն լինի։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքասարակությանը, բոլոր մտահոգ մարդկանց, թող դիմեն պատշաճ կարգով պատկան մարմինները թող քննեն, բացահայտեն։ Ես համոզված եմ, որ այդտեղ ընտրախախտում, որևէ ընտրական process-ների հետ փոխկապակցվածություն չկա, չի եղել, միտում էլ չի եղել, նույնիսկ մեր մտքի ծերով էլ չի անցել։ Մինչ հանրությունը ծանոթանում էր իրավապաշտպանների գնահատականներին, քաղաքացիական պայմանագրի օգտին խախտումների հերթական ահազանգը տարածվեց։ Լրագրող Լիա Սարգսյանը Արգիշտի Մեխակյանի պաստառների տեղադրման կադրեր հրապարակեց, գրելով, թե քաղաքապետարանի աշխատակիցներն են այդ գործն անում, ինչն օրենքի խախտում է։ Իրավապաշտպանները նաև այս դեպքով են գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այս ահազանգից մի քանի ժամ էլ չանցած հետքը գրեց, որ Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը Վաղարշապատի բնակավայրերի պաշտոնական Facebook-յան էջերում են տարածվում, ինչը փաստում է վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Ընտրությունները Վաղարշապատում նոյեմբերի 16-ին են։ Քաղաքացիական պայմանագրից բացի եւս 7 քաղաքական ուժ է հավակնում իշխանության գալ ավելի քան 70,000 ընտրող ունեցող խոշորացված համայնքում։
Ընտրակեղծիքների թեմայից չհեռանալով քաղաքացիական պայմանագրի դեմ հանցագործության մասին հաղորդումներ էին տրվել նաև Երևանի ավականու 2023-ի ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառման պետաշխատողներին ցույցերին տանելու ահազանգերով։ Այս թեման կրկին առաջին պլան եկավ լրագրողական հետաքննությունից հետո։ Ձեզ կարելի է ձեր դեպքում խախտում չկա, բայց ընդդիմախոսների դեպքում ոչ միայն խախտում կա, այլ նաև իրավապահները շտապում են հանցագործություն որակել ու մարդկանց կալանքի տանել։ Երեկվանից իշխող ուժի հասցեին այս մեղադրանքներ են հնչում հետքի հրապարակումից հետո։ Ստացվում է, որ հանրահավաքներին մարդկանց բերելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Իշխանությունը, որը խիստ քննադատում է ցույցերին վարչական ռեսուրսն օգտագործելու դեպքերը, ինքն է դա արել։ Հետքը 3 հրապարակեց 2023 թվականի Երևանու ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխող քաղաքացիական պայմանագրի ֆեյսբուքյան փակ խմբում վարչապետ Փաշինյանի գրառումներից մեկը։ Հետքի լրագրողին եւս ավելացրել էին այս փակ խմբում, ապա հեռացրել։ Վարչապետը հորդորում էր մասնակցել հաջորդ օրը մայրաքաղաքում կայանալիք քաղաքացիական պայմանագրի հանրահավաքին, ապահովել մարդաշատությունը։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ։ Կուսակցական փակ խմբում արված այս գրառման տակ, ինչպես բացահայտել են հետաքննող լրագրողները, վարչապետին արձագանքել են օրինակ Կոտայքի փոխմարզպետը, որ խոստացել էր 25-ից 30 հոգի բերել, Գավառի ավագանու ԿՊԱ-ական անդամը եւ այլոք։ Արդյոք սա առնվազն վարչական ռեսուրսի չարաշահում չէ։ Հետքի հրապարակման հեղինակ Արմեն Ղազարյանի կարծիքը միանշանակ է։ Արդեն կարգալույց եղած հոգեվորական Տեր Արամը եւ Տեր Աղանով խոսում էր արքեպիսկոպ Նաթան Սրբազանի հետ, իրենք ասում էին, որ մեզ ասել են կգնաք հանրահավաքի։ Փաշինյանն էլ ասել է կգաք հանրահավաքի։ Հիմա կարող ենք ասել, որ դա եկեղեցի է կուսակցություն չի, բայց ինչպես Փաշինյանն է քաղաքացիական պայմանագրի անդամների վերադասը, այնպես էլ կաթողիկոսը իր հոգևորականների վերադասն է։ Ավելին, լրագրողն ընդգծում է, որ վարչապետի այդ խոսքն ուղղված չէր միայն շարքային քաղաքացուն, այլ նաև լծակներ տիրապետող բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նույնիսկ եթե ինքը վերջում գրում է վարչական ռեսուրսի օգտագործումը բացառել, բայց մինչև դա գրված ամեն ինչը ենթադրում է նաև վարչական ռեսուրսի կիրառում։ Այսօր էլ արդեն ազգային ժողովի նախագահն ասեց, իրենք կատարում են իրենց ղեկավարի բոլոր հրամանները, որովհետև Իսկ նրանցից մեկը ազգային ժողովի նախագահն այսօր հաստատեց, որ չեն կարող հակադրվել վարչապետի խոսքին։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։ Այսօր վարչապետ Փաշինյանը եւս խորհրդանի ամբիոնից հերքեց, թե ժամանակին վարչական ռեսուրս է չարաշահել։ Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Բայց Երևանի ավագանու ընտրության օրերին նույն դիտորդներն էին հայտարարել, որ իշխող ուժը քարոզարշավին իսկապես չարաշահել է վարչական ռեսուրսը, երբ հավաքներին աշխատանքային ժամերին մասնակցում էին համայնքային ու պետական աշխատողները։ Պաշտոնյաներ էին եկել նաև Լոռու մարզից, հիշում է դիտորդ ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը։ Մենք քրեական հանցագործության ապացույցներ հանցակազմ չենք ունեցել, բայց մենք ունեցել ենք փաստ, որ աշխատանքային ժամին այդ մարդիկ իրենց համայնքների, իրենց աշխատանքի ժամին բեր են կացել եկել են հավաքի։ Բայց Վարդինե Գրիգորյանը երեկվանից պնդում է, որ վարչապետի գրառումը ԿՊ փակ խմբում վարչական ռեսուրս օգտագործելու վրա չի ազդել, թեև այն տեղի է ունեցել ամփոփիչ հավաքի նախօրեին։ Ըստ նրա, ուղիղ կապ չկա ժամանակին իրենց բացահայտած խախտումների ու վարչապետի այդ գրառման միջև, քանի որ նույն գրառման մեջ Փաշինյանը խոսում է վարչական ռեսուրսը բացառելու մասին։ Ստացվում է, ըստ իրավապաշտպանի, իշխող ուժը վարչական ռեսուրս կիրառել է, բայց դա չի եղել վարչապետի գրառման ազդեցության ուղիղ հետևանք։ Ոչ մի ձև սրան բացի զուտ կուսակցական քարոզչական միջոցառման սեփական կուսակիցներին խրախուսել մասնակցել չեն կարողացել։ Եվ մինչ ընտրական փորձագետը պնդում է, թե Փաշինյանի այս գրառումը հեռու է նաև ընտրական հանցագործություն բնորոշումից, ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի գրառումը համեմատում է եկեղեցուն առնչվող գործի հետ ու պնդում. Փաշինյանը վնասով է դուրս գալիս։ Մենք գործ ունենք նույնական երևույթի հետ, նույնիսկ այստեղ շատ ավելի ընդգծված երևույթի հետ։ Որն է տարբերությունը ի վնաս Նիկոլ Փաշինյանի օրինակ։ Առաջին դեմքով է, ոչ թե ինչ որ երրորդ անձ ներկայացնում է իր եւ վեհապարի զրույցը։ Եվ երկրորդ
երկրորդ խոսքը վերաբերում է ավելի լայն շրջանակի, ոչ միայն ընտանիքի, այլև ընկերներին։ Եվ երրորդ, եթե այնտեղ հարցադրման ձևով է, ինչու՞ չեք գնում, ապա այստեղ հրահանգի ձևով է։ Իրավապահներն օրերս քրեական վարույթ հարուցեցին իշխանական լրատվամիջոցներում տարածված մի ձայնագրության հետքերով, որում ենթադրաբար նախկին հոգևորականը պատմում է, թե ամենայն հայոց կաթողիկոսը պարտադրել է ընդդիմության ցույցերին մասնակցել։ Փաստաբանի կարծիքով, եթե կաթողիկոսին առնչվող գործով վարույթ է հարուցվել, ապա նույնը պետք է լինի վարչապետի այս գրառման դեպքում։ Եթե ժամերի ընթացքում քրեական վարույթ նախաձեռնվեց, ապա նույնը պետք է այստեղ լիներ։ Եթե չկա նույնը, ուրեմն մենք գործ ունենք ակնհայտից էլ ակնհայտ երկակի ստանդարտների հետ։ Գլխավոր դատախազությունից այսօր Ազատությանը փոխանցեցին վարչապետի գրառման վերաբերյալ վարույթ չկա։ Հանցագործության մասին հաղորդում չի պատրաստվում տալ նաև այլ հոգևորականի հարցազրույցի փաստով հաղորդում ներկայացրած իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը փոխանցեց հանցակազմ չի տեսնում։ Միջազգային լրահոսից մամուլը հեղեղված էր Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի Բուդապեշտում սպասվող հանդիպման լուրով, հնչում էին վերլուծություններ, արդյոք այս բանակցությունները վերջ կդնեն պատերազմը, բայց պարզվեց շտապել են։ Ռուսական զինուժը զանգվածային հարձակում է գործել Կիևի եւ Ուկրաինայի այլ շրջանների վրա։ Կառնվազն 6 զոհ, որոնցից 3-ը Կիևում։ Խարկովում ռուսական անօդաչուն հարվածել է մանկապարտեզի, սպանվել է 1, վիրավորվել 9 մարդ։ Երեխաները շատ էին վախեցել, լաց էին լինում։ Մի աղջիկ աննշան վերքեր ուներ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերեցի, երեխաներին տարհանեցինք ապաստարան եւ հանգստացրինք։ Չգիտեմ ինչ արձագանքեմ սրան։ Երեխաների վրա կրակելը թերևս լավ բան չէ, այդպես չէ։ Տեսա, որ տանիքն այրվում էր, ներսում ամեն ինչ այրվում էր, անկեղծ ասած փրկարարների միջով անցա երեխային հասնելու համար։ Ամեն ինչ հասկանում եմ, բայց գիտեք, մայրը կցատկի եւ կհասնի իր երեխային կրակի միջից։ Ռուսական հարվածներից վիրավորներ կան նաև Զապորոժիեում եւ Սումիում, 1 տասնյակից ավելի վիրավոր կա նաև Կիևում։ Ժամը 7:20-ին պայթյուն տեղի ունեցավ եւ դեմքից ցավ զգացի։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց արնահոսում էի։ Ինչ հրադադարի մասին է խոսքը, երբ մարդիկ հենց այնպես մահանում են։ Հարձակումից հետո շրջեցինք թաղամասով եւ շատ շենքերի պատուհաններ են կոտրվել։ Սարսափելի էր։ Ռուսական զինուժը հայտնել է, որ եւս 2 բնակավայր է վերցրել, ուկրաինական զինուժն իր հերթին Բրյանսկում հարվածել է քիմիական, Մորդովայում զենքի գործարանի։ Շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին անորոշ է մնում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հեռանկարը։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Բուդապեշտում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ինչի մասին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին անցած շաբաթ, կարող է տեղի չունենալ։ Սպիտակ տան աղբյուրը Reuters-ին եւ CBS News-ին ասել է, որ մոտ ապագայում հանդիպում չի նախատեսվում։ Պատճառը ըստ աղբյուրի Ռուսաստանի դիրքորոշումն է, որը կտրականապես հրաժարվում է հրադադար հաստատել, նաև մեծ պահանջներ է առաջ քաշում։ Կարծում եմ ռուսները չափազանց շատ բան էին ուզում եւ ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփը չի կարող գործարք կնքել Բուդապեշտում։ Ըստ Reuters-ի անցած շաբաթավերջին Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որում ներկայացված է խնդրի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը, որը բացարձակապես չի փոխվել։ Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան պետք է զիջի ամբողջ Դոնբասը։ Հունգարիայի վարչապետը այդուհանդերձ հայտարարել է, որ հանդիպման նախապատրաստումը շարունակվում է, նույնն է ասել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը չի հաստատել, որ նման փաստաթուղթ է փոխանցվել Վաշինգտոնին։ Թրամփը կարծում է, որ կողմերը բավականաչափ պատրաստ չեն բանակցություններին, որպեսզի առաջ շարժվեն։ NBC News-ին ասել է Սպիտակ տան աղբյուրը։ ԱՄՆ նախագահն էլ հստակեցրել է, չի ցանկանում գնալ հանդիպման, որն արդյունք չի տալու։ Ոչ, չեմ ուզում, որ հանդիպումն ապարդյուն անցնի, չեմ ուզում ժամանակ վատնել, այնպես որ տեսնեմ, թե ինչ կլինի։ Որոշում չենք կայացրել։ Կրեմլի խոսնակը հայտարարել է խնդրի կարգավորման շուրջ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, նախագահների հանդիպմանը պետք է լավ պատրաստվել, իսկ ամսաթիվ դեռ չի որոշվել։ Ոչ ոք չի ուզում ժամանակ վատնել, ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ նախագահ Պուտինը։ Երկու նախագահներն էլ սովոր են արդյունավետ աշխատել, սակայն արդյունավետությունը միշտ պահանջում է նախապատրաստություն։ Ուկրաինայի նախագահն իր հերթին հայտարարել է Մոսկվան օգտվում է
է առիթից եւ հակված չէ բանակցել, քանի որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային չի վաճառում Թոմահոք հրթիռներ, որոնցով Կիևը կարող է հարվածել Ռուսաստանի խորքերին։ Ռուսաստանը կրկին ամեն ինչ անում է դիվանագիտությունից խուսափելու համար։ Այն պահից, երբ երկրորդ պլան մղվեց Ուկրաինային մեծ հեռահարության զենքեր տրամադրելու հարցը, Ռուսաստանը գրեթե ինքնաբերաբար սկսեց պակաս հետաքրքրված լինել դիվանագիտությամբ։ Նորվեգիայում Զելենսկին այսօր հայտարարել է առաջնագիծը սառեցնելու Թրամփի առաջարկը լավ փոխզիջում է, բայց վստահ չեմ, որ Պուտինը կդադարեցնի պատերազմը, ասել է նա։ Թոմահոք հրթիռների շուրջ որոշում չկա, բայց ԱՄՆ Սենատն այսօր նախատեսում է միանգամից 3 օրինագիծ ընդունել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Դրանցից մեկով նախատեսվում է վերաբաշխել ԱՄՆ-ում պահվող ռուսական սառեցված ակտիվները, որոնք ի վերջո կտրամադրվեն Ուկրաինային։ Եվրոպան էլ Ուկրաինայի հետ խաղաղության 12 կետանոց ծրագիր է պատրաստում, որով նախատեսվում է աստիճանաբար հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ապա սառեցնել սառեցված ակտիվները, պայմանով, որ Մոսկվան կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը։ Հրադադարից հետո կողմերը պարտավորվում են կանգ առնել առաջնագծում, Մոսկվան պետք է վերադարձնի ուկրաինացի առևանգված երեխաներին, նաև գերիների փոխանակում կլինի։ Կողմերը պետք է բանակցեն օկուպացված տարածքների կառավարման շուրջ, եւ դա չի նշանակի, որ Կիևը ճանաչում է դրանց բռնակցումը։ Ըստ Բլումբերգի, փաստաթուղթը, որը դեռ վերջնական չէ եւ կարող է փոփոխվել, կներկայացվի Թրամփի վարչակազմին։ Խորհրդային այլախոհ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը Եվրախորհրդարանն այս տարի շնորհել է 2 բանտարկված լրագրողների՝ Բելարուս Անջեյ Պոչոբուտը հայտնի է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի քննադատությամբ, իսկ վրացի Մզիա Ամագլոբելին բանտարկվել է Թբիլիսիում կառավարության դեմ բողոքի ցույցին մասնակցելուց հետո։ It is my privilege to announce Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ 2025 թվականի Սախարովի մտքի ազատության մրցանակը շնորհվում է Բելարուսից Անջեյ Պոչոբուտին եւ Վրաստանից Մզիա Ամագլոբելիին։ Երկու լրագրողներն էլ հիմա բանտում են ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության վերաբերյալ իրենց աշխատանքի լուսաբանման հետ կապված մեղադրանքներով։ Նրանց քաջությունը Փարոսի պես լուսավորում է բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են լռել։ Երկուսն էլ ծանր գին են վճարել իշխանությանը ճշմարտությունն ասելու համար, դառնալով ազատության եւ ժողովրդավարության համար պայքարի խորհրդանիշներ։ Խորհրդարանը նրանց եւ բոլոր նրանց կողքին է, ովքեր շարունակում են պահանջել ազատություն։ Ես նաև ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սախարովի մրցանակի եզրափակիչ փուլ անցած մյուս հավակնորդներին, որոնք դեկտեմբերին նույնպես կհրավիրվեն Ստրասբուրգ։ The award ceremony will take place here in Strasbourg in this chamber during the December plenary session and all the laureates will be invited. Thank you very much. Երեկ Փարիզի կալանավայր տեղափոխված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին 2 թիկնապահ է ուղեկցում մենախցում նախկին նախագահի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Սարկոզին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման, Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից գումարներ ստանալու համար, նա մեղադրանքը չի ընդունում։ Այսքանը լրատվական կենտրոնում օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։